Ինչն է, որ այսօր հավատացյալների համար շատ դժվարություն է առաջացնում։ Նկատում եմ անհրաժեշտություն հավատքի մասին խոսելու։ Կա այսօր դրա կարիքը, որ մենք խոսենք։ Գիտեք, մարդու կյանքի հիմքում, իր սորտի հիմքում բոլոր մարդկանց ընկած է հավատքը։ Ոմանք հավատում են փողին, որ փողը մեծ զորություն ունի։ Ոմանք հավատում են, որ իրենց ֆիզիկական ուժը, ոմանք հավատում են, որ իրենց իմաստությունը, ոմանք հավատում են իրենց հարուստ քեռին կամ զորավոր պաշտոնյա ինչ-որ մեկը, ովքեր են, որ հավատում են իսկապես, որ Աստված, ալելույա։ Այս նրա մասին պիտի խոսեմ։ Ինչ բան է հավատքը։ Աստվածաշնչում միայն մի տեղ կա, որ շատ կոնկրետ, կարծես թե գրված լինի սահմանում հավատքի համար։ Եկեք իրար հետ բացենք Եբրայեցիների 11-րդ գլուխը։ Ու հենց առաջի խոսքը իրար հետ եկեք կարդանք։ Արդ հավատքը հուսացած բաների հաստատությունը ու չերևացող բաների ապացույցն է։ Ես սրա միայն մի հատվածը պիտի վերցնեմ։ Չերևացող բաների ապացույցը։ Հայերեն թարգմանության մեջ այն չի հնչում, ինչ որ իրականում ուզում եմ ասել կամ ինչ որ իրականում հեղինակն ուզեցել է ասել։ Եթե դուք կարդաք ռուսերենում կտեսնեք մի փոքր այլ է գրված։ Չերևացող բաների ապացույցը։ Սա էլ է շատ ճիշտ, բայց եկեք մի ուրիշ ձև ասեմ, լավ, որ մենք երկու ձևն էլ կքննարկենք այսօր։ Չերևացող բաների վրա համոզվածություն, այս է ճիշտ ձևը։ Հավատքը դա չերևացող բաների վրա համոզվածությունն է։ Իսկ չերևացող բաների վրա ինչպես կարող ես համոզված լինել, որոնք չես շոշափում։ Պատկերացնում եք, նույնիսկ հավատացյալներն են այսպես մտածում։ Ասում են չերևացող բաների վրա ոնց կարելի է համոզված լինել, եթե չես շոշափում, եթե չես տեսնում, չես կարողանում։ Ոնց համոզված լինես դրա վրա։ Հավատացյալները սա չեն ասում բերանով, ասում են հավատում ենք։ Ուրեմն մի բանը հպարտանում են, մենք հավատում ենք, բայց իրենց գործերն են ասում դրա մասին։ Երբ որ մարդիկ ապրում են երկրի վրա, իրենք ցույց չեն տալիս, որ իրենք համոզված են, որ իրականությունն է չերևացող աշխարհը։ Իսկապես դրանք գերհզոր ուժեր են, ու եթե համեմատենք ֆիզիկական այս աշխարհի ուժերի հետ, ոչ մի ուժ չի կարող դրանց հետ համեմատվել։ Ուզում լինի սատանայական, ուզում լինի աստվածային։ Աստված միայն բառ խոսելով ամբողջ տիեզերքը ստեղծեց, բերանը բացեց, խոսեց, հրամայեց ու տիեզերքը ստեղծվեց։ Այսօր գիտնականները մտածում են, թե այդ ինչ հզորության պայթյուն է տեղի ունեցել, ու փորձում են մեգատոններով հաշվել, թե քանի մեգատոննանոց ռում պիտի պայթեր, միջուկային ռում։ Բայց հոգևոր ուժերը գերհզոր ուժեր են, նրանք գործել են, ստեղծել են աշխարհը ու շարունակում են գործել ու պահել աշխարհը։ Դու հավատում ես սրանց։ Քո հավատալը գիտես որն է, որ քո գործերը կապացուցեն, որ չերևացող աշխարհը իրականություն է։ Այ հայերեն թարգմանությունում դա է գրված։ Հավատքը չերևացող բաների ապացույցն է։ Չերևացածների ապացույցը։ Երբ որ դու քայլում ես երկրի վրա, դու որքանով ես համոզված, որ քո կողքին է Հիսուսը։ Ու երբ որ քեզ ինչ-որ փոթորիկ ու դժվարություն է հանդիպում, արդյոք քո կողքին լինող Հիսուսի վրա քո համոզվածությունը քեզ խաղաղություն է տալիս։ Դու թույլ չի տալիս, որ քո մեջ փոթորիկ առաջանա։ Եթե դու համոզված ես, դու դժվարություն չես ունենում։ Մի օրինակ բերեմ, պատկերացրեք դուք շենքի երկրորդ հարկից շատ բարձր չասեմ, նայում եք ներքև։ Ու մեկ էլ տեսնում եք մի շուն, շատ վտանգավոր, կատաղած, փրփրած, հաչում է, ու նայում է ձեզ ու հաչում է, վախենում եք այդ շնից։ Հեչ չէ, բայց եթե լինեիք ներքևում, գիտեք ինչու չեք վախենում, որովհետև համոզված եք, որ չի կարող բարձրանալ ու հասնել ձեզ։ Իսկ ինչու դու գտնվում ես Սուրբ Հոգու մեջ, Հիսուսի մեջ, ու հանկարծ երևույթ է ինչ-որ մի դեպք սկսում է քո վրա հաչալ։ Դու մեկ էլ խառնվում ես իրար, որովհետև համոզված չես, որ նա քեզ հասնել չի կարող։ Եթե դու համոզված լինես, դու նույն խաղաղությունով, նույն հանգստությունով կկանգնես նրա առաջ։ Պատկերացնում եք, որ նա հավատքը, սա շատ գործնական մի բան է ու կյանքում պիտի երևա։ Քո գործերը պիտի ցույց տան, դու համոզված ես, որ կա չերևացող աշխարհը, այնպիսին ինչպիսին նկարագրված Աստվածաշնչում։ Դեռ չերևացող աշխարհի մասին մեր երևակայությունը դա բոլորովին անիմաստ մի բան կլինի։ Մեզ պետք է դա ճանաչել չերևացող աշխարհը Աստվածաշնչում գրվածով։ Հալելույա Հիսուսին։ Եկեք մի խոսք էլ կարդանք գրված է 2 Կորինթացիների 4-րդ գլխի 18-րդ խոսքում։ Պողոս առաքյալը գրում ասում է մենք երևացող բաներին չենք նայում, ապա չերևացողներին, որովհետև երևացող բաները ժամանակավոր են, չերևացողները հավիտենական, շատ ճոխ մի խոսք է մեր համար։ Բայց ասում են նայել բառը գիտեք ինչ է նշանակում, ոնց կարող ես դու նայել մի բանի, որը չի երևում։ Հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն Պողոս առաքյալը բայց հաստատ է ասում մենք նայում ենք չերևացող բաներին, որովհետև դրանք հավիտենական են, իսկ երևացողները ժամանակավոր։ Մի պահ նայեք ձեր շուրջը, ինչքան երևացող բան եք տեսնում։ Ձեր մարմինները տեսնում եք, շենքը տեսնում եք, բոլորը ժամանակավոր են։ Բոլորը ժամանակավոր են։ Կա մի բան, որը մենք չենք տեսնում։ Այս մարմնի մեջ կա հոգի, այ դա հավիտենական է։ Դուք տեսնում եք այստեղ Հիսուսին, բայց ինքը կա այստեղ, դուք համոզված եք դրանում։ Այ ինքը հավիտենական է։ Դուք հավատում եք, համոզված եք, որ մեր շուրջը կան հրեշտակներ, ինքը խոստացել է, որ հրեշտակներին պիտի դնի իր ժողովրդի շուրջը։ Համոզված եք սրանում։ Հալելույա։
Եթե մեկը հիմա գոռա, ասի ես ձեզ սենց կանեմ, նենց կանեմ, կսպանեմ, ինչքան ես կարողանում խաղաղ լինել, ասում ես, օ, հրեշտակներս շրջապատած, Սուրբ Հոգու կրակը ինձ շրջապատած, ինչ պիտի ինձ անես։ Այդ խաղաղությունը ցույց կտա դու ինչքան ես համոզված դրա մեջ։ Հավատքը դա համոզվածություն է։ Քո համոզվածության հիմքը վերցրու Աստվածաշնչից, ոչ թե քո տրամաբանությունից։ Այսինքն ինչպես նկարագրված Աստվածաշնչում այդպիսին է չերևացող աշխարհը։ Հիշում եմ մի տղու հետ խոսում էի շատ հին ծանոթներից մեկի հետ։ Ինքը չերևացող աշխարհի մասին լրիվ ուրիշ պատկերացում ուներ։ Ասացի սխալվում ես, երբ որ մարմնից դուրս գաս, սարսափելու ես, որովհետև դու սխալ պատկերացում ունես։ Ասես չէ, քո համար տենց կլինի, իմ համար սենց կլինի։ Սենց չի լինում։ Ես ու դու որոշակի պատկերացում ունենք աշխարհի տարբեր մասերի մասին։ Օրինակ Մարս լսել եք, այտենց մի հատ մոլորակ կա։ Երկրի հարևան մոլորակներից է։ Ես ոչ ես եմ եղել, հավատում եմ ոչ էլ դուք եք եղել այնտեղ։ Բայց եթե մի օր, չգիտեմ, գիտեմ որ իջել հաջողվի հաստատ, բայց եթե հանկարծ մի օր մենք ընկնենք Մարս, արդյոք մենք տեսնելու ենք այն ինչ որ մենք պատկերացնում ենք, թե տեսնելու ենք այն ինչ որ կա։ Չէ՞ որ տեսնելու ենք այն ինչ որ կա, ոչ թե այն ինչ որ մենք ենք ուզում, ոչ թե այն ինչ որ մենք ենք պատկերացնում։ Դրա համար լավ է որ մինչև այնտեղ գնալը մենք պատրաստ լինենք։ Մենք իմանանք չենք տեսնելու, որովհետև չերևացող աշխարհը մեր կողքին է ու հեռու չի մեզանից։ Ու ոչ միայն հեռու չի, գիտեք, մենք որ գնանք այն մյուս աշխարհը, մենք տեսնելու ենք այն ինչ որ կա, ոչ թե ինչ որ մենք ենք ուզում։ Դրա համար լավ է որ հիմա մեր հավատքը տեսնի այն ինչ որ կա այդ չերևացող աշխարհում։ Երբ որ դու կարդում ես, որ Աստված իր հրեշտակներին դնում է իրենից վախեցողի 4 կողմը ու պաշտպանում է նրան, դու այդ մարդն ես, ուրեմն պիտի վստահ համոզված լինես, որ այդ բանակը կա քո շուրջը։ Մեկ-մեկ տղերքը մտածում են, դե որ փողոցում կռիվ լինի, բա ոնց չկարողանանք մի բան ասենք։ Ինչի՞, այդ հրեշտակները պակաս ուժ ունեն։ Իրանք քիչ հնարավորություն ունեն այդ քո տեղը մի բռունցք կպցնելու, կամ քեզ պաշտպանելու, որ ոչ մի բռունցք քեզ չկպնի։ Մի դեպք ես շատ եմ պատմել, որ մի հավատացյալ աշխատում էր մի շինարարությունում, ասում է դե շինարարությունում աշխատող մարդիկ միշտ չի որ լավ հարաբերությունների մեջ են լինում։ Ասում է մեկ էլ մեկը կանչեց, լավ էլ խմած էր, ասում է ինձ կանչեց այս աշխարհի լեզվով ասած ռասբերատի։ Ասում է ասացել է գնանք այն շենքի մյուս կողմը։ Ասում են մյուսները եկան, ասին հավատացյալ է, հələ տեսնենք ոնց է կռիվ անելու։ Ինքը իրավունք ունի խփելու թե չէ։ Ասում է մինչև քայլում է ես տղու հետ, ասում է ամբողջ ժամանակ աղոթք էի անում, ասում էի Տեր, մենակ ձեռնես առաջ չգան։ Ասում է երբ որ գնացին կանգնեցինք, ասում է ձեռնես դիտմամբ դրեցի հետ ու բռնեցի, որ հանկարծ առաջ չբերեն։ Ասի դու ես իմ պաշտպանը, ուզում ես սպանի, ինչ ուզում ա լինի։ Ասում է գնաց մի մեծ քար վերցրեց, հարբած մարդ, պատկերացնեք, ասում է բարձրացրեց գլխից վերև եկավ որ խփի ինձ, ասում է հասավ միտեղ քարը գցեց։ Ասում է գնաց մի մեծ երկաթ գտավ, եկավ հասավ այդ նույն տեղը, էտել գցեց ձեռից։ Ասում է ինչ անում էր, այդ գիծը չէր կարող անցնել։ Փառք տվեցի Աստծուն։ Չերևացող պաշտպանությունը հաստատուն գործում էր։ Համոզված լինել դրա մեջ, ու դուք ունենաս խաղաղություն, ու դուք ապրես ճիշտ։ Ինչու մարդիկ չեն վստահում Աստվածաշնչի գրված խոսքերին, որովհետև համոզված չեն, որ դրանք ճիշտ են։ Գիտեք, ուրիշ ոչ մի հիմք չկա։ Եթե դուք համոզված լինեք, որ այստեղ գրվածները ճշմարտություն է, Աստվածաշնչում գրվածները, դուք այդպես կապրեք։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է, մենք երևույթով չենք քայլում, ապա հավատքով ենք քայլում։ Այսինքն հավատքը հենվում է այն բաների վրա, ինչը որ չի երևում, այն բաների վրա, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։ Իսկ երևույթով քայլող մարդը քայլում է համապատասխան այս աշխարհում երևացող երևույթների։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, երևույթները սկսում են կառավարել այդ մարդուն։ Դեպքերը, այս աշխարհում կատարվող դեպքերը, երևույթները, ինչ որ բաներ, որոնք երևում են, դրանք սկսում են կառավարել այդ մարդուն։ Դուք պետք է լրիվ ազատ լինեք այդպիսի բաներից։ Դրա համար, որպեսզի ավելի մանրամասն ցույց տամ, դրա մասին մի հետաքրքիր հատված եմ վերցրել Առաջի Թագավորաց 17-րդ գլխում։ Հիմա կպատմեմ ինչա տեղի ունենում այնտեղ։ Երևի արդեն գիտեք սա ինչ պատմություն է։ Շատ հետաքրքիր մի պատմություն է, բայց հավատքը բազմազան կողմերից ցույց տվող մի դեպք է գրված այստեղ։ Դավիթը, որ դեռ պատանի էր, գիտեք, ինքը 8-րդ տղան էր տան։ Մեկ-մեկ խոսք է, չէ՞, մեր ժողովրդի մեջ ասում են տան շունը լինես, տան փոքրը չլինես։ Այդ շանը երևի ավելի շատ են հորդորում, սիրում, կերակրում, իսկ փոքրին անընդհատ գործ են դնում։ Բաննարա, այն բաննարա։ Դավիթը ուրեմն տանն էր, իր մեծ ավակ եղբայրներից մի քանիսը բանակում կռիվ էին անում, պատրաստվում էին պատերազմի ավելի ճիշտ, որովհետև այդ ժամանակ հարևան պետությունը փրշտացիները դուրս էին եկել Իսրայելի դեմ պատերազմի։ Ինչ տեղի ունեցավ, Դավիթի հայրը կանչեց Դավիթին, ասեց Դավիթ, վերցրու ես մի քանի գլուխ պանիրը, ես մի քիչ ուտելիքը, տար տուր եղբայրներից զորավարներին, իրանց առաջնորդներին, բանակի հրամանատարներին։ Նաև հենց իրենց եղբայրներից կերակրի, ուտես վիճակները ոնց է արի։ Դավիթը արդեն սովորել էր, որ տանը ամեն ինչին մեծ ավակ եղբայրներին, հորը, ամեն բոլորին պիտի հնազանդ լինի, որտեղ փոքրն էր։
Իրեն ուղարկում էին ոչխար արածեցնելու, իրեն ուղարկում էին ջուր բերելու եւ այլն։ Դավիթը վերցրեց ու գնաց բանակ։ Ինքը փոքր էր, ինքը միտք չուներ այնտեղ պատերազմելու, կռվելու, պատանի էր։ Քրիստոնեության մեջ այսպիսի բան կա, որ ինքը մոտավորապես 17 տարեկան էր այդ ժամանակ։ Չգիտեմ ինչքանով ճշգրիտ է, կարծիք ընդամենը։ Երբ որ ինքը գնաց բանակ, տարավ այդ բաները տվեց իր եղբայրներին։ Մի հետաքրքիր երևույթ տեսավ։ Տեսեք ինչից է սկսվում այս պատմությունը։ Ասում է, որ երկու բանակները իրար դեմ կանգնած էին։ Մի բանակից, այդ թշնամու բանակից դուրս էր գալիս մի աժդահամար։ Նկարագրած այդ մարդու չափերը։ Դրանք որ վեր են կացում մեր այսօրվա չափերին, մետրերի, սանտիմետրերի, ստացվում է, որ այդ մարդը ուներ 2 մետր 70 սանտիմետր բոյ։ Այն ժամանակ այդպիսի մարդիկ եղել են, այդպիսի հասակ ունեցող մարդիկ եղել են։ Ուրեմն պատկերացնում եք 2.70։ Երևի այս դռնից կանցներ, էլի։ Պատկերացնում եք այդպիսի մարդը զինված մինչև ատամները, իր զինակիրը գնում էր իր արջևից, վահանն էր տանում, երևի վահանը այնպիսի չափեր ուներ, որ ընդհանրապես վահանը վերցնում են մի ձեռով մի սուսուրը, չէ։ Բայց սրա վահանը այնպիսի չափեր ուներ, որ պիտի մի հոգի տաներ արջևից։ Դե այդպիսի մարդուն ծածկելը վահանով այդքան էլ էս չէր։ Պատկերացնում եք ինչ էր տեղում։ Այդ մի հատ երևույթ էր, որ Իսրայելի ժողովրդի առաջ կանգնած էր, Իսրայելի բանակի առաջ կանգնած էր։ Դուրս էր գալիս այդ երևույթը, ու հետաքրքիր է, որ նկարագիրը մանրամասն է։ Ինչպիսի զենք ուներ, իր ձեռքում մի հատ մեծ նիզակ ուներ, որ նիզակի չափերն է տրված, կշիռն է տված, որովհետև այդ բոլորը սարսափ էր առաջացնում ժողովրդի մեջ։ Ոչ միայն սա, ինքը դուրս էր գալիս կանգնում էր երկու բանակների մեջտեղում, նայում էր Իսրայելի բանակին, հայոյում էր, անիծում էր իր աստվածներով ու կոչ էր անում, ասում էր ձեր մեջ կա մի հոգի, որի հետ կկռվի։ Թող այդ մի հոգին գա իրար հետ կռվենք, տեսնենք ով կհաղթի։ Գիտեք, գրվածա դա անում էր 40 օր։ Ու գրվածա որ 40 օր ամեն անգամ այդ բանը անելուց Իսրայելի ժողովուրդը սարսափում էր։ 40 օր մարդը առավոտյան, երեկոյան, չգիտեմ քանի անգամ օրական դուրս էր գալիս, կանգնում էր, Իսրայելի բանակը անիծում էր, այսպես բաներ։ Ու մեկ էլ մի անգամը Դավիթը գալիս է բանակ, էլ տեսնում է այդ երևույթը, լսում է այդ մարդու խոսքերը, ի ասում է։ Այս անթալփատ փղշտացին ով է որ մեզ անիծի հայոյի, չգիտեմ ինչ անի։ Կենթանի Աստծո զորքերին հայոյի։ Ինքը չի ասում ինձ, ես, մենք, ասում է կենթանի Աստծո զորքերին։ Ինչն է խոսում այս մարդու մեջ, որ այս զորքի մեջ կենթանի Աստված կա, ու հանկարծ ինչ որ մեկը, որ կռապաշտ է, որը չի ճանաչում Աստծուն, դուրս է գալիս ու կենթանի Աստծո զորքերին բան է ասում, այդ համոզվածությունը, որ իր ինքը ուներ, դա միայն այդքանով չվերջացավ, ասեց ով է, ու մեկ էլ հարցրեց, ասեց նրան, որ սպանենք ինչ կլինի։ Ունդեղ կողքինները ասեցին սպանողին էզև բաներ պիտի լինի, թագավորին փեսա պիտի լինի, չգիտեմ այսպիսի բաներ։ Ու մեկ էլ ամենահետաքրքիրն ինչն է, որ այդ մարդու խոսքերը ինքը լսեց, չէ։ Ուրեմն մի հատ երևույթ տեսանելի էր, մի հատ ձայն, որ լսելի էր Իսրայելի բանակի համար, ու բոլորը սարսափում էին։ Մենակ մեկը չսարսափեց, Դավիթն էր։ Այն մեջներից ամենափոքրը, որ պատերազմել չէր գնացել։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Այսքանը Դավիթի համար կարծես քիչ էր, որ իր հավատքին խփեց ու այդ հավատքը տեղից չշարժվեց։ Հաստատուն, ամուր համոզվածությունը մնաց։ Բայց մի ուրիշ մեկը խփեց, իր ամենամոտիկ մարդը, իր ավակ եղբայրը, որ տարիներով մի տան մեջ ապրել են, որ ինքը հնազանդ ա եղել այդ եղբորը։ Ասեց, ես պատկերացնում եմ մեծը փոքրին ոնց մի հատ էլ խփում ա վզին, ասում ա այ տղա, եկել էի որ պատերազմը տենայիր, հա։ Գիտեմ քո պարտությունն ա խոսում, կարդացել եք բառերը։ Դավիթը ինքը չէր եկել, հայրն էր ուղարկել։ Բայց մի հատ խփեց վզին, ասեց տղա, եկել ես որ բանակում քո պարտությունը գիտեմ, եկել ես որ կռիվը տեսնես, հա։ Դավիթի հավատքը չտատանվեց։ Ընդամենը աղբորն ասաց ինչ եմ արել։ Ու շուռ եկավ էլ ես մարդկանց հետ սկսեց խոսել։ Ասաց նրան որ սպանեմ ինչ կլինի։ Իրանք շարունակեցին, բացատրեցին սենց։ 40 օր այդ մարդու ահից սարսափած բանակ։ Մեկ էլ հանկարծ մի հատ պատանի ասում է սրան սպանեն։ Լուրը անմիջապես հասնում է թագավորին։ Թագավորը ասում է ալը բերեք իմ մոտ։ Դավիթին բերում են, նայում է թագավորին, թագավորը նայում ասում է ասում դու չես կարող իրան սպանես։ Հետաքրքիր է, երբ որ դու փորձես միտեղ հավատք դնել, հավատքով գործ անել, քո հավատքին հարվածողներ են դուրս գալու։ Այդ հարվածողներից մեկը կարող լինի քո շատ մոտիկ հարազատ մարդը։ Զգուշ եղիր դրանով։ Ով ուզում է լինի։ Դա կարող է լինի շատ մեծ պաշտոնյա, այստեղ թագավորն էր խոսում հավատքին դեմ, Դավիթի հավատքին դեմ։ Ասես դու էլ պատանի ես, դու էլ թույլ ես, փոքր ես, իսկ ինքը մանկությունից վարժված է կռվի մեջ, պատերազմի մեջ։ Դու չես կարող իրան հաղթես։ Թագավորը ինչով էր որոշում սա։ Աչքի երևացածով։ Իսկ Դավիթը որոշում էր իր հավատքով։ Տարբերությունը տեսնում եք։ Ու ինքը դեմ կանգնեց թագավորի այդ հարվածին։ Հանկարծ կլինի քո կյանքում, որ մեկ էլ պաշտոնյա մարդ կգա, այդ մինիստր, չգիտեմ ով։ Չվախենաս ասես, որ դու հավատացյալ ես։ Հետո ինչ որ պաշտոնյա է։ Իր պաշտոնը Աստծո մոտ էլ է ձև պաշտոնյա չդարձրեց իրան։ Գիտեք, այն ամենաաշխարհի գիտնական, չգիտեմ, ամենապաշտոնյա մարդը
Մի օր որ հավատա Հիսուսին ու վերստին ծնունդ ունենա, ինքը հոգևոր մանուկ է։ Ինքը պետք է եկեղեցում կերակրվի, սնվի, աճի, մեծանա, որ Աստծո համար պիտանի մարդ դառնա։ Եթե պրեզիդենտ է, ինքը միանգամից Աստծո մեջ պրեզիդենտ չդարձավ։ Աստծո մեջ այդպիսի բան չկա։ Ինքը հենց ծնվեց, ինքը հոգևոր փոքրիկ մանուկ է, նորածին։ Ինքը դեռ պիտի սնվի ու մեծանա։ Հոգևոր սնունդ պիտի ընդունի ու մեծանա։ Քո հավատքին հարվածողներ շատ կլինեն։ Հավատքին դեմ դուրս եկողներ շատ կլինեն։ Նկատել եք այսպիսի մի բան ասեմ, որպեսզի տեսնեք իսկապես հավատքը փորձվելու կարիք ունի, ու հավատքը այս աշխարհում փորձվում է։ Օրինակ դու հիվանդություն ես ունեցել, միա ցավ, ինչ որ մի տեղում։ Աղոթում ես, ցավը անցնում է։ Մեկ էլ մի օր հետո, 2 օր հետո, 3 օր հետո, ինչ որ մի ժամանակ հետո, մեկ էլ նորից ցավը գալիս է։ Ու առաջին բանը, որ քո մեջ տեղի ունենում, կասկած է առաջանում, կարող է Աստված չէր բուժել։ Կարող է լրիվ չէր բուժվել։ Նկատել եք այդպիսի բան։ Եթե դու հաստատ ես կանգնում, ասում ես, չէ, ես հավատում եմ, որ Աստված այն ժամանակ բուժել էր, իսկ սա ուզում է խափած լինի ինձ, դա հեռանում է ու էլ չի գալիս։ Քեզ մի բան է պետք։ Այս աշխարհում երևույթները, զգացածը, լսածը, տեսածը պիտի աշխատեն, որ քո հավատքը կոտրեն։ Ամեն ինչ պիտի անեն, որ դու չհավատաս, քեզ համոզվածությունից գցեն։ Եթե նույնիսկ դու շատ հաստատված ես այդ համոզվածության վրա, Պետրոս առաքյալը զգուշացնում, ասում է, զգուշ եղեք, ձեր հաստատությունից չընկնեք։ Ամեն մարդ ընդունակ է ընկնելու ամենահաստատված տեղից։ Դրա համար երբեք հաստատված վիճակում էլ վերևից չնայես ուրիշների։ Զգուշացիր, որ հանկարծ չընկնես, այդ վերևից նայելը արդեն ընկած է նշանակում։ Պատկերացնում եք, ուրեմն այսպիսի դեպքեր, որ քո կյանքում տեղի կունենան, որ դեմք խոսի քո հարազատ մարդը, դեմք խոսի մի պաշտոնյա հեղինակություն ունեցող մի անձնավորություն, զգուշ եղիր, որ քո համոզվածությունը աստվածաշնչյան ճշմարտության վրա չխախտվի, որ դու հաստատում պահես քո մեջ այդ համոզվածությունը աստվածաշնչյան ճշմարտության վրա։ Երևույթը դուրս կգա քո դեմ, մի հատ մեծ փոթորիկ կսարքի ու քեզ բաներ լսել կտա, ոչ մի բան քո ներսում պիտի չխախտվի։ Դու պիտի վարժված լինես նայել չերևացողին։ Այդ պահին, նույն պահին կա չէ չերևացողը, ու չհեռացավ։ Մարդիկ այնքան լավ հավատում են, որ Հիսուսը իրենց հետ է, երբ որ դժվարություն չկա, բայց հենց դժվարությունը առաջանում կասկածում են, որ Հիսուսն իրենց հետ է։ Ու կարծես մոռանան, իրենց գործերով ցույց չեն տալիս, որ Հիսուսը իրենց հետ է։ Իրենց խաղաղությունով, ուրախությունով։ Եթե դու համոզված ես, եթե դու հաստատված ես, քո գործերը կապացուցեն, որ չերևացող աշխարհի վրա դու ունես համոզվածություն։ Ահա թե ինչու հավատքը չերևացող բաների ապացույցն է։ Հավատքը խոսք չի, հավատքը ինչ որ մի բան չի ներքին չերևացող, հավատքը երևացող գործ է, ու եթե գործ չկա, Հակոբոսն ասում է, որ դա մեռած հավատք է։ Դուք հավատում եք դրան։ Եթե հավատքից համապատասխան գործ չի բխում, ուրեմն դա մեռած հավատք է։ Դրա համար էլ հավատքի գործողությունը դա ապացույց է, որ կա չերևացող աշխարհը, որովհետև ոչ միայն մեր հավատքի գործն է ապացույց, դրա թիկունքում, այդ գործի թիկունքում կանգնած Աստված, որը ապացուցում է իր զորությունով, թող իր անունը փառավորվի։ Բայց երրորդ հարվածը եղավ Դավիթի մոտ։ Մեկը իր եղբայրն էր, մեկը թագավորն էր։ Թագավորը լավ միջոցներ առաջարկեց, ասեց լավ պատանի ես քեզ կօգնեմ, հանեց իր զրահը, զենքերը տվեց Դավիթին, ասեց գնա կռվելու։ Դավիթը մի քիչ քայլեց այդ զենքերով, կյանքում քայլած չկար։ Ասեց չէ, շատ անհարմար է, սպասեք հանեմ։ Գիտես քո շուրջ եղող մարդիկ մեկ-մեկ քեզ կառաջարկեն։ Դժվարություն ունես, արի քեզ փող տամ այդ դժվարությունը լուծի։ Արի քեզ մի բան անենք, գնանք բժշկի, չգիտեմ, գնանք այս ինչ մարդու մոտ, այն ինչ պաշտոնյայի մոտ, քո դժվարությունը լուծի։ Քո համոզվածությունը ինչի վրա է։ Մի բան մտածիր դրա մասին։ Գուցե հենց հիմա դու ունես կյանքում այդպիսի իրադրություն։ Եթե դու համոզված ես ու հենված ես ու Աստծուց խոսք ունես քո կյանքի համար, ոչ մի ուրիշ կողմ չնայես, հաստատում կանգնիր։ Այդ համոզվածությունդ, հաստատությունդ բաց չթողնես։ Ու կտեսնես Աստծո գործը, եթե մինչև վերջ պահես։ Երբ որ կեսից դու թողնում գնում ես, հույս մի ունեցի, թե մի բան պիտի լինի։ Իմ ուսուցիչներից մեկը այսպես էր ասում, ասում են մարդիկ քրիստոնյաներ մեծ մասամբ աղոթում են այս ձևով։ Ասում են Տեր, բուժի ինձ, այ Կիրակի կգնամ, ինձ համար եկեղեցին կաղոթի, բուժի ինձ, խնդրում եմ քեզ, բայց որ Կիրակի չբուժվում, երկուշաբթի գնալու եմ բժշկի։ Ասում եմ, ես քեզ ասում եմ միանգամից գնա բժշկի, որովհետև Կիրակի չես բուժվելու։ Որովհետև եթե մտքիդ կեսը մտածում է, որ եթե չեմ բուժվի կգնամ բժշկի, եթե կեսն էլ չէ 20%, 10%, 1%, ուրեմն դու հաստատություն չունես։ Ուրեմն կա երկրորդը քո մեջ։ Ու միանգամից գնա բժշկի մոտ։ Ավելի լավ է այդ ձևով բուժվես, քան թե քեզ տանջես, քեզ խաբես, թե դու ուզում ես Աստծո միջոցով բուժում ստանալ։ Հավատքը հաստատությունն է, հավատքը համոզվածությունն է, հավատքը չտատանվող մի բան է, հավատքը երկրորդ միտք չի ընդունում։ Ինքը ընդունում է մի միտք, աստվածայինը, չերևացողը ու վերջ։ Շատ քրիստոնյաներից դուք կլսեք այսպիսի բան։ Հավատում եմ, բայց մնացածը չեմ ասում։ Ասում եմ միշտ, երբ որ ասում ես հավատում եմ, դրանից հետո մի շարունակի, որովհետև բայցից հետո գալիս է անհավատության խոսքերը։ Դուք նկատել եք քննեք ձեզ։
Հենց որ կասես հավատում եմ, բայց մի հատ նայ այդ բայցից հետո ինչ ես ասելու։ Դրանից հետո գալիս է անհավատության խոսքերը։ Դավիթի հետ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ինքը հանեց այդ զենքը, զրահը, ամեն ինչը տվեց, ասաց ես սրանց սովոր չեմ։ Ավելի լավ է ինչին ես սովորեմ են անում։ Գնաց գետապ, վերցրեց գետի մոտից քարեր, 5 հատ քար վերցրեց, դրեց իր հովվական սունկի մեջ, որ իր կողքից կախված էր, վերցրեց իր պարսատիկը, գիտեք դա ինչ բան է։ Հիմա ասում են ռագատկա։ Բայց այն ժամանակվանը հիմիկվա նման չէր։ Այն ժամանակ դեռ ռեզինը հայտնաբերված չէր։ Այն ժամանակ վերցնում էին նեղ կաշվե ժապավեն, դրա մի մասը, մեջտեղի մասը մի քիչ ավելի լայնոտ էր, այդ մասում դնում էին քարը, երկու ծայրը բռնում էին ձեռքում, հետո տում էին, հետո մի ծայրը բաց էին թողնում։ Այդ մեջը եղած քարը թռնում էր։ Ու մարդիկ զինվորները վարժված էին այդ քարը գցելու։ Հետո Դավիթը ինքը մարդիկ ունեցավ, որոնք պարսատիկով գրված մազի վրա քար գցողներ էին։ Այդքան ճշգրիտ խփողներ էին։ Այդ Դավիթի զինվորներն էին արդեն, Դավիթի զորավարներն էին։ Դավիթը ինքը գնաց վերցրեց քարը, դրեց իր պայուսակի մեջ, վերցրեց իր պարսատիկը ու մի հատ էլ գավազան իր ձեռքին ու գնաց այդ մարդու հետ կռվելու։ Եկել այդ մարդը, որ դուրս էր եկել, հարնիծում էր, հայհոյում էր, նախատում էր, իր պատկերացման մեջ կար այդ Գողիաթ անունով մարդու մեջ, իր պատկերացման մեջ կար, որ իր նման մեկը պիտի դուրս գա իր հետ կռվելու։ Ու մտածում էր այդտենց իսրայելացին ինչքան էլ ով էլ ուզում լինի ինձանից կարճ լինելու հասակով, փոքր լինելու, ինչքան էլ զինված լինի իմ զենքերի քաշը չի ունենալու ու զորությունը, ես իրան հաստատ կհաղթեմ։ Բայց մեկ էլ տեսնում եմ մեկը գալիս է որ զենք չունի ձեռքում։ Ընդհանրապես մի հատ գավազան է, այն պարսատիկն էլ երևի չէր տեսել։ Ասաց կարող է շունեմ իմ վրա գավազանով ես գալիս։ Ու գրվածը նայեց, արհամարեց Դավիթին։ Կարդակ այդ խոսքերը կտեսնեք 17-րդ գլխում շատ լավ նկարագրված են այդ բոլորը։ Արհամարեց Դավիթին ու հետո սկսեց անիծել։ Նախ իր երևույթը պատկերացնում եք։ Դավիթը դուրս է գալիս, ինքը նորմալ մեր հասակը ունեցող մի մարդ, եկել դուրս է գալիս 270 բոյ ունեցող մի մարդու դեմ կռվելու։ Ինքը զենք չունի, ընդամենը մի զենք ունի իր ձեռքին, դա էլ պատկերացրեք ինչ տեսակ զենք է։ Այս մարդը զինված մինչև ատամները հերիք չի, դեռ մի հատ էլ վահանակիր իր առաջ է կանգնած, զինակիրը վահանով իր առաջ է կանգնած ու իր արջևից է գնում։ Այս երևույթը դեռ քիչ էր, մեկ էլ հիմա լրիվ խոսքերը ուղղված են Դավիթին։ Եթե այն ժամանակ ընդհանուր էր Իսրայելի բանակի վրա, ու մեր մարդկային հոգեբանությունը այսպեսին է, ինքը սիրում է թաքնվել ուրիշ մարդկանց ետևում։ Հիմա արդեն ուրիշի ետևում Դավիթը չէր կարող թաքնվել։ Ուղիղ խոսքերը իրեն են ուղղված։ Ասում ես քեզ կսպանեմ, քո մարմինը կտամ դաշտի գազաններին, սենց կանեմ քեզ, նենց կանեմ, նենց կանեմ, ինչ այս ասում է։ Բայց գիտեք Սատանան մենակ խոսել գիտի։ Եթե դու չվախենաս ու չտրվես իր ասածներին, ուրիշ ոչինչ չի լինելու։ Պետրոսը գրում է, ասում է, որ Սատանան մռնչացող առյուծի պես շրջում է ու փնտրում է, թե ում կուլ տա։ Ես ձեզ հարց տամ, ինչու քրիստոնյաներին կուլ չի տալիս այդ մռնչացող առյուծը։ Պետրոսի այդ խոսքից լավ երևում է, որ ինքը մռնչալ գիտի, ուրիշ բան չգիտի։ Ու եթե քրիստոնյան ինքը չմտնի նրա բերանը, ինքը չի կարող կուլ տալ նրան։ Եթե դու քո ոտքերով չմտնես առյուծի բերանը, նա քեզ կուլ տալ չի կարող։ Կանգնիր համոզված, հաստատ, այս աշխարհի երևույթները կգոռան քո վրա, կմռնչան քո վրա, կասեն քեզ սենց կանենք, քեզ նենց կանենք։ Երբ որ տեսնում ես քո վրա երևույթներ են գալիս, գիտեք երևույթը խոսել գիտի։ Չգիտեմ, տեսնում են շենքի եզրերին սառույցներ են կախված, ասում են տակով չգնանք, այդ սառույցները ասում են, որ իրենք կընկնեն գլխին։ Լսել եք այսպիսի բաներ։ Երևույթը խոսել գիտի։ Այս երևույթը խոսում էր, ասում էր ես քեզ կսպանեմ, ես քեզ այսպես կանեմ, այնպես կանեմ։ Մեր կյանքի երևույթները խոսել գիտեն։ Նայեք մի պահ ձեր գրպաններին։ Երբ որ գրպանի փողը վերջանում է, երևույթը ասում է վաղը ինչ եմ ուտելու։ Վաղը ընտանիքս ոնց եմ պահելու։ Երևույթն է ասում, չէ՞։ Իսկ Աստվածաշունչը ինչ է ասում։ Դու որին ես հավատում։ Երևույթի ասածին թե Աստծո ասածին։ Եթե դու համոզված ես Աստծո ասածների մեջ, այդ երևույթի ասածը քո մեջ փոթորիկ չի առաջացնի։ Դու քո հավատքի չափը տես, չափիր քո խաղաղության չափով։ Երևույթի ժամանակ ինչքան ես տատանվում, ինչքան ես տալեկոծվում ու համոզված չես լինում այն բաների վրա, ինչ որ Աստված է ասում։ Մի պահ փորձիր ջնջել այն, ինչ որ ասում է երևույթը ու համոզված լինել Աստծո խոսքի վրա։ Կտեսնես ինչ կփոխվի քո մեջ։ Գիտեք, որ մարդկանց շատ հաճախ խանգարում է իրենց տրամաբանությունը, որը հենված է այս աշխարհի վրա։ Թագավորը երբ որ տեսավ Դավիթին, ինչից եզրակացրեց, որ Դավիթը չի կարող կռվի։ Չէ՞ որ իր աշխարհային տրամաբանությունից։ Ցավոք քրիստոնյաները իրենց հետ տանում են իրենց աշխարհային տրամաբանությունը։ Փորձեք միշտ դեն գցել այդ տրամաբանությունը։ Փորձեք փոխել, աշխատեք ձեր վրա։ Կյանքում առաջանում են դեպքեր։ Դեպքերը շատ օգտակար են մեզ դաստիարակելու համար։ Առաջանում են դեպքեր։ Դեպքերին տեսեք Աստված ինչ է ասել։ Համապատասխան դեպքի մեջ համապատասխան խոսք ունի Աստված։
ու համոզվածությունով, հաստատությունով կանգնեք այդ խոսքի վրա ու մի տատանվեք, որպեսզի ձեր ներսը հաստատվի, աճի, ուժեղանա հավատքի մեջ, ու ձեր գործերը ապացուցեն, որ չերևացող աշխարհը իրականություն է։ Գիտեք, եթե անհավատ մարդը ինքը տեսնում է, որ իր կյանքը նեղ է, ֆինանսապես, չգիտեմ, նյութապես դժվարություններ է ունենում, ու դրա համար իր աշխատավայրից գողություն է անում, ու նույն բանը անում է հավատացյալը, ինչ տարբերություն կա իրենց մեջ։ Եթե անհավատ մարդը իր հաջողության, իր պատվի համար սուտ է խոսում, պատիվը պաշտպանելու համար սուտ է խոսում, ու մեկ էլ հավատացյալը իր պատիվը պաշտպանելու համար սուտ է խոսում։ Դու չես հավատում Աստծուն, որ Աստված ասել է պատիվդ պիտի ուրանաս, ու քո պատիվը բարձրացնողը ես եմ։ Հավատում ես այսպիսի խոսքերին։ Եթե դու համոզված լինես, դու ուժեղ կանգնես, կասես ուրանում եմ սրան։ Մի բան էլ համաձայն եմ իրեն դնեմ հարվածի տակ, տամ ձեզ հարվածեք նրան այդ պատիվ կոչվածին, որովհետև ես իմ պատիվը չեմ ուզում, այլ Աստծո պատիվն եմ ուզում, որ բարձրանա։ Գիտեք, հավատքը Դավիթի մեջ որոշակի դաստիարակություն էր կատարել։ Ու այս դեպքի մեջ, երբ որ ինքը գնում էր այդ մեծ երևույթի առաջ, ինքը վազեց, այդ մարդն էլ եկավ իր վրա, ու գրվածա ձեռքը տարավ իր պայուսակի մեջ, հանեց մի քար, դրեց պարսատիկի մեջ, պտտեց ու բաց թողեց։ Դավիթն էլ համապատասխան խոսքեր էր ասում այդ մարդու խոսքերի դեմ։ Ասում էր, ես էլ քեզ պիտի սպանեմ, քո մարմինը պիտի տամ այս երկնքի թռչուններին, ու Իսրայելի բանակը այսօր պիտի ջարդի ձեր բանակը, այսպիսի խոսքեր ինքն էր ասում։ Մի քիչ հետո խոսամ աղոթքի մասին, սրա կբացատրեմ։ Բայց այս խոսքերը ավելի շատ իր հաստատության համար էին։ Ոչ թե այդ խոսքերից այդ մարդը վախենում ընկճվում էր։ Չգիտեմ ինչ էր լինում, բայց դա չի երևում։ Հետարքիրը ինչն էր։ Պտտեց, բաց թողեց, քարը գնաց, գրվածա մտավ ճակատի մեջ։ Ես չգիտեմ այդ ինչպիսի քար էր, ինչ արագությամբ էր թռչում, ինչ ուժով հարվածեց, որ մտավ ճակատի մեջ։ Բայց մի բան շատ լավ հավատում ու վստահ եմ, որ այդ քարին ուղղություն տվողը կար, Աստված էր աներևույթ աշխարհում, որ այդ քարին ուժ տվողը Աստված էր, ու հարվածը ինչքան էլ ուզում է, ինչպիսին էլ ուզում է լինի, այդ մարդու հոգին վերցնողն էլ Աստված էր։ Համաձայն եք դրա հետ։ Իր անունը փառավորվի։ Չերևացող աշխարհը իշխում է երևացող աշխարհի վրա։ Ում հետ ես ապրում։ Երևացողի հետ ժամանակավոր է դա։ Չերևացողի հետ հավիտյան կապրես։ Հալելույա։ Մեկ-մեկ Դավիթը սրանով հաղթեց, բայց լավ կլինի, որ դուք կարդաք ու շատ ավելի ձեր սրտերը հաստատվեն այս բաների վրա, ինչ որ ասեցի կարճ ձևով, որովհետև ուզում եմ շարունակել ու իմ համար շատ կարևոր է, կարծում եմ Սուրբ Հոգու համար էլ, որ դուք ավելի շատ լուծում ունենաք, թե ինչպես պիտի դա անեք։ Բայց մինչև լուծմանը հասնելը մի բան էլ պիտի ասեմ։ Մարդկային մտածելակերպը հավատքի մեջ նույնիսկ խանգարում է, գիտեք։ Երբ որ դուք աղոթես հիվանդի համար, մեկ էլ դուրս կգաս։ Աղոթեցիր, երևույթը չփոխվեց։ Ինչ խոց կար կամ ուռած տեղ կար կամ ցավ կար, չգիտեմ, աղոթեցիր, դա մնաց։ Ու դու գնում ես։ Շատ քրիստոնյաներ ժամանակ ներքուստ կոտրվում են, ասում են դե հավատք չունեի, բայց դու ինչ գիտես։ Բոլորը մտածում են, թե հենց այդ պահին պիտի ամեն ինչ տեղի ունենար, բայց դու ինչ գիտես։ Քիչ դեպքեր են եղել, որ աղոթքից, չգիտեմ ինչքան ժամանակ հետո է դա տեղի ունեցել, բայց եղել այդ աղոթքի հետևանքը։ Այսպիսի դեպքերով առատ լցված է ու մի փորձիր քո մտքով սահմանափակել Աստծուն։ Մի դեպք է գրված 5 տականում 4 թագավորաց 5-րդ գլխում։ Մի բորոտ մարդ կար, բայց շատ մեծ պաշտոնյա էր ինքը։ Ասորեստանի թագավորի սպարապետն էր, այսպես ասեմ։ Բայց ինքը լուրջ հիվանդություն ուներ, որ այս աշխարհում բուժել հնարավոր չի, դա բորոտություն էր։ Պատկերացնում եք, ինքը բորոտ էր, բայց ուներ ընտանիք, կինը մի աղախին ուներ, որը գերի էր վերցված հрьяաներից։ Այս փոքրիկ աղջիկը, որ աղախնություն էր անում այդ տան մեջ, աղախին էր ինքը, հավատք ուներ։ Ասաց, եթե այս մարդը, այս զորավարը հանկարծ լիներ Իսրայելում, Աստված իրան կբուժեր։ Այդ լուրը հասավ անմիջապես, կինը պատմեց ամուսնուն, որ գիտես քո մասին այս աղջիկը սենց բան ասաց։ Գնում է թագավորին խնդրում է, թագավորը մի նամակ է գրում Իսրայելի թագավորին, ասում է մարդ եմ ուղարկում, բուժի իրան բորոտությունից։ Իսրայելի թագավորը նամակը կարդում, ասում է ձեռն առնում, ես Աստված եմ, որ մարդ բուժեմ։ Ու ասում է, տես, ասում է, պատճառ են ման գալի, որ մեր հետ պատերազմ են։ Մարգարեն անմիջապես իմացավ, մարդ ուղարկեց թագավորի մոտ, ասաց այդ հիվանդին ուղարկի իմ մոտ։ Թող իմանան, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Հալելույա։ Այս խոսքը շատ եմ հավանում, Աստվածաշնչում շատ է գրված։ Որպես քրիստոնյա, պատրաստ եղիր ամեն ինչ անել մի բանի համար, որ իմանան այստեղ Աստված կա։ Հալելույա։ Երբ որ Դավիթը գնում էր Գողիաթի դեմ կռվելու, ասես միայն թե իմանան, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Հալելույա։ Այդ խոսքերը, որով ինքը խոսում էր Գողիաթի դեմ, այդ խոսքերի վերջում ցույց տվեց իր գնալու, իր կռվելու շարժառիթը։ 17 տարեկան, չգիտեմ, մինչև 20 տարեկան մի պատանի, մեկ էլ գնում է բանակ, հանկարծ ուզում է կռված լինի մի հսկայի դեմ։ Իրա ինչին էր պետք։ Կարող ասել, չէ, լավ գլխացավանք չսարքեմ, գնամ իմ տուն, հեսա բանակը թող պատերազմի։ Բայց ուզում էր, որ իմանան, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Քո սիրտը վառվում է դրանից, որ իմանան, քո մեջ Աստված կա։
որ իմանա նա այստեղ էս եկեղեցում Աստված կա։ Քո սիրտը դրանից վառվում է, ուրեմն հավատքը գործելա քո շարժարիտների մեջ, գործելա քո գործողությունների մեջ ու կստիպի, որ դու գործես։ Հալելույա։ Երբ որ կանչեց Մարգարեն այդ հիվանդին Բորոտին, ասորին եկավ Եղիսե Մարգարեի մոտ, Մարգարեն դուրս չեկավ, ասաց ասեք թող գնալ լվացվի Հորդանանում կբուժվի։ Եկան ասացին Մարգարեն ասում որ դու գնաս Հորդանանում լվացվես կբուժվես։ Հարկացավ, փոթորկվեց, նստեց իր կառքը ու հետ գնաց։ Ու ճանապարհին բորբոքված այսպես խոսում ասում էլ մտածում էի պիտի դուրս գար։ Աստծո անունը կանչեր ու ձեռքերը դներ իմ վրա, որ ես բուժվեի։ Տեսեք դժվարությունը ինչու ինքը պատկերացում ուներ, թե դա ինչպես պիտի տեղի ունենա։ Այդ պատկերացումը խանգարում էր, որ ինքը ընդուներ Աստծո կողմից բուժումը օրհնությունը։ Եթե դու հավատքի կյանքում փորձես որոշակի պատկերացում ունենալ, դու կսահմանափակես քո հավատքը։ Ու քո հավատքի կյանքը դու կսահմանափակես ու դժվարություն կունենաս։ Շատ ժամանակ այդ սահմանափակված հավատքը կսկսի կոտրվել։ Ես նկարագրեցի հիվանդության դեպքում։ Երբ որ մարդիկ ֆինանսական դժվարություն են ունենում, նայում են Հիսուսին, ասում են Տեր, տուր մեզ։ Տեսնում ես դժվարության մեջ են կօգնի դու խոստացել ես։ Ճիշտ աղոթք է, բայց իրենց պատկերացման մեջ մեկ էլ ունենում են։ Ես ինչ մարդը հարուստ է, իր միջոցով ինձ կօգնի։ Դու արդեն սահմանափակեցիր քո հավատքը ու դժվարություն կունենաս։ Այդպես չի կարելի ապրել այս երկրի վրա ու Աստծո հետ։ Ու շատ ժամանակ որպեսզի Աստված ցույց տա, որ դու ճիշտ չես մտածում, որ դու սխալ ես մտածում, մեկ էլ այնպեսի մի տեղից է բերում օգնությունը, որ բոլորովին մտքովդ չի անցնում։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Երբեք չփորձես։ Մի հետարքիր դեպ պատմում Նոր Գտականից, որ տրամաբանությունով սահմանափակում են հավատքը։ Հիշեք, որ այդպեսի բան կա Նոր Գտականում, կարեք ասեք որտեղ է գրված։ Գործք առաքելոց 12-րդ գլխում։ Հերովդես թագավորը սպանեց Հակոբոսին սրով, տեսավ, որ հրեաներին դա հաճելի էր, Պետրոսին էլ բանտարկեց, գրված է առավոտյան պիտի սպաներ։ Բայց մի կարևոր խոսք կա եկեղեցու համար, գրված է եկեղեցին անդադար աղոթք էր անում Պետրոսի համար։ Անդադար աղոթք էր անում Պետրոսի համար։ Միթե Աստված չէր լսում այդ աղոթքը։ Գիշերը հավաքված աղոթք են անում։ Ես չեմ պատմի դեպքը ինչպես եղավ։ Բայց հրեշտակի միջոցով Պետրոսին ազատում է բանտից։ Հենց նույն գիշերը, որ եկեղեցին հավաքված աղոթք անում, մեկի տան մեջ աղոթք են անում, Պետրոսը գալիս է դուռը ծեծում։ Աղախինը գալիս հարցնում է ով է։ Այն ժամանակ հрьяաները շատ վախենում էին կառավարությունից, ու միշտ դուռը փակ էին պահում, թաքուն էին լինում, կարծես ընդհատակում լինեին։ Պետրոսը գալիս դուռը ծեծում է, աղախինը հարցնում է ով է։ Պետրոսն ասում է ես եմ։ Դուռը չի բացում։ Պետրոսի ձայնը ճանաչում է, բայց դուռը չի բացում։ Վազում է ներսում աղոթող խմբին, ղեկավարներին, եղբայրներին, ասում է գիտեք, Պետրոսն եկել է դռան ետևում է, ասում են չես գժվել։ Երևի ուժվական է կամ իր հրեշտակն է, ինչ որ տենց մի բան։ Պետրոսը չէ որ բանտում է։ Ոչ մեկը չէր հավատում, որ Պետրոսը հենց այդ պահին կարող էր գալ։ Իրենք չգիտեմ իրենց մեջ ինչպիսի պատկերացում ունեին, որ վաղը Հերովդեսը, չգիտեմ, կհետաձգի սպանությունը, մահապատիժը, կամ չգիտեմ, վաղը մեկ էլ հանկարծակի ինքը ներում կշնորհի Պետրոսին։ Կարող է սենց մարդկային պատկերացումներ ունեին, ես չգիտեմ իրենց մտքում ինչ կար, միայն Աստված գիտի։ Բայց որ չէին սպասում, որ Պետրոսը այդ պահին կգար, դա հաստատ էր գրված Աստվածաշնչում։ Կարդացեք Գործք 12-րդ գլխում։ Իրենք հավատքով էին աղոթում, իրենք հավատում էին, որ Աստված կօգնի, բայց որ այդ ձևով կօգնի, ով կսպասեր։ Որ հենց քո աղոթքի ժամանակ այդ մարդը կգա ու դուռդ կծեծի, բանտարկված մարդը։ Պատկերացնում եք։ Կարդացեք, տեսեք ինչ հետաքրքիր է, բայց այդ մարդկային մտածելակերպը, որ սահմանափակում է, սա շատ խանգարող բան է իրականում կյանքում։ Ալելույա։ Ինչ անել։ Այսօր մի շատ կարևոր հարց է։ Ինչ անել, որ համոզվածությունը չերևացող աշխարհի վրա ուժեղանա։ Ես չեմ ուզում միայն խոսեմ նրա համար, որ դուք տեսնեք, դեռ ինչ որ բաժիններում համոզվածության պակաս ունեք։ Այլ շատ ուզում եմ ասեմ նրա մասին, թե ինչ անել դրա համար։ Երբ որ գալիս է դժվարություն, կյանքի դեպք որոշակի, որովհետև ամենաշատը կյանքի դեպքերն են մեզ դաստիարակում։ Գիտեք, քրիստոնյաները, որոնք կարճատես են, ես այդպես անվանում եմ այն քրիստոնյաներին, ովքեր սատանայից այն կողմ ուրիշի չեն տեսնում։ Նրանք, ովքեր տեսնում են միայն նյութականը, դրանք կույր մարդիկ են։ Նրանք, ովքեր նյութականի մեջ տեսնում են սատանայի գործերը, նրանք կարճատես մարդիկ են։ Իրական այն մարդիկ, ովքեր ունեն հոգևոր տեսողություն, իրենք ամեն ինչի մեջ տեսնում են Աստծո ձեռքը։ Սատանան գիտեք ինչի է նման, մի շան, որի վզից կապված թելը գտնվում է Աստծո ձեռքում։ Հիմական այդպիսի թելեր տեսել եք փողոցում, մեկ էլ սեղմում են կնոպին, մի քիչ ավելի երկարում է այդ թելը։ Ուզում են մի քիչ կարճացնում են։ Բայց մի բան պատկերացրեք, Սատանան մեր հետ գործ ունի այնքան, ինչքան Աստված թույլ է տալիս։ Ոչ թե ինչքան մենք ենք թույլ տալիս, այլ ինչքան Աստված է թույլ տալիս։ Սրա տարբերությունը շատ մեծ է։ Դու կարող ես նույնիսկ լուրջ մեղք գործես, բայց Սատանայի ներկայություն չտեսնես քո կյանքում։ Սա սխալ գաղափար է, որ մարդիկ մտածում են, թե մեղք գործելով հնարավորություն են տալիս, որ Սատանան իրենց վնասի, իրենց մոտենա։ Սա ճիշտ չի։ Դու Աստծո հետ ուխտի մեջ ես, Աստված իր ուխտի բաժնի մեջ հավատարիմ է հավիտյան, անկախ նրանից դու ինչքան ես հավատարիմ։
Ինքը ամեն ինչ կանի քո մեջ հավատարմություն դաստիարակելու, բայց իր հավատարմությունը քեզանից կախված չի։ Կախված այն ուխտից, որը արդեն արված է քո եւ իր միջեւ։ Հալելույա։ Սրա մասին մի ուրիշ անգամ երևի։ Բայց մի բան պատկերացրեք, ինչքան ինքն է ուզում։ Դու կարող ես շատ էլ մաքուր կյանք ապրես, մեկ էլ տեսնես սատանայի հարձակում քո կյանքում։ Գիտես ինչու՞։ Որովհետև Աստված ուզում է, որ դու մի բան ավելին սովորես, հետո ինչ որ հանգիստ ու մաքուր կյանք ես ապրում։ Ուզում է, որ հանգիստ չապրես։ Ուզում է, որ մի բան սովորես դրա մեջ։ Մեկ էլ քրիստոնյաները, որ ասում են, այ սատանան սենց բան սարքեց, ու սկսում են նեղվել, սատանայի դեմ խոսել, տեսնում եք կարճատեսությունը։ Դու տես Աստված ինչու թույլ տվեց, որ դա անի քո կյանքում։ Այսա կլինի ճիշտը։ Հիսուսի համար գրված է, որ իր չարչարանքների մեջ հնազանդություն սովորել։ Եթե Հիսուսը իր չարչարանքների մեջ հնազանդություն սովորեց, ես ու դու բան չունենք սովորելու մեր դեպքերի մեջ, մեր կյանքի դեպքերի մեջ։ Միթե Հիսուսից լավն ենք։ Եթե մենք բան չունենք, ընդհանրապես սատանան է հարձակվում։ Չէ, մենք շատ ավելին ունենք սովորելու։ Մենք դեռ Հիսուսի չափին չենք հասել, որ միայն հնազանդություն սովորենք դեպքերի մեջ։ Հալելույա Հիսուսին։ Դրա համար դեպքերի մեջ ձեր աչքերը բաց պահեք, ու դեպքերի մեջ թող ձեր գործը լինի Աստծո հետ, ոչ թե սատանայի հետ։ Նայեք Հոբի կյանքին, ով արեց այդ բոլոր դժբախտությունները Հոբի գլխին։ Սատանան արեց, չէ՞։ Եկավ, փոթորիկ սարքեց, սպանեց մարդկանց, թե ծառաներին կոտորեց ունեցվածքը տարավ, թե իր որդիներին ընտանիքը ոչնչացրեց, 10 երեխու ոչնչացրեց մի օրվա մեջ։ Սատանան արեց, բայց ում թույլտվությամբ արեց։ Հոբը ոչ մի բան չխոսեց սատանայի դեմ, ամեն ինչ խոսում էր Աստծո հետ։ Ասում էր իմ դատս Աստծո հետ է, ինձ պաշտպանող Աստված է։ Շատ եմ հավանում Հոբի նվիրվածությունը, թեև գիտության շատ պակաս ուներ, բայց այդ նվիրվածությունն ու հավատարմությունը, ասաց ինձ սպանի էլ իրեն պիտի հուսամ։ Կարդացել եք այդ խոսքերը։ Այս սա էր, որ Հոբին կանգնացրեց վերջում։ Եթե ինքը այդ ժամանակ ընկներ հոգեպես, ընկներ հավատքով, ինքը չէր կանգնի հաստատ։ Բայց ինքը հաստատ գիտեր, որ ամեն ինչի թիկունքում կանգնած Աստված, թշնամիները եկան իր ծառաներին կոտորեցին ունեցվածքը տարան։ Այդ մարդկանց ետևում կանգնած էր սատանան, ավելի վերև կանգնած Աստված։ Դու գործը պիտի ունենաք Աստծո հետ։ Հետո ինչ որ սատանան եկավ մի բան արեց։ Դու ասում ես հայր, ինչու ես բանը արեցիր իմ կյանքում, ինչու ես բանը թույլ տվեցիր։ Ես դες վկայում եմ, որ իմ կյանքի շատ դեպքերի մեջ ինձ շատ ա օգնել այն, որ ես չեմ նայել մարդկանց, չեմ նայել սատանային, նայել եմ Աստծուն։ Երբ որ ինչ որ մի խնդրեմային բան ա առաջացել, կանգնել եմ Հիսուսի առաջ, նայել եմ Հիսուսի աչքերին, ասել եմ ինչի համար ես անում սա, ինչ ունեմ սովորելու։ Ոչ թե բողոքող դիրքում, ինչու ես անում, տրտնջացող, էլ ինչ ունեմ այստեղ սովորելու։ Չէ որ քո ձեռքում է ամեն ինչ։ Ինչքան ուզես այդ թելը բաց կթողնես, ինչքան ուզես ետ կքաշես։ Եթե հավատացյալներից նույնիսկ մեկը քեզ վիրավորական խոսք ասել, մի բան նայիր Հիսուսին, ասա ինչի արեցիր։ Կարայիր չէ բերանը փակեիր, իր մտքից ջնջեիր այդ պահին, ամեն ինչ կարայիր անեիր։ Ինչու արեցիր։ Որ ես տեսնեմ մի բան, ես փոխվեմ, որ իմ համոզվածությունը չերևացող աշխարհի վրա քո վրա ուժեղանա։ Պատկերացնում եք, ես ամբողջ բանը ինչ որ խոսում եմ աղոթքի այդ նյութը, որ խոսում եմ Հիսուսի հետ խոսել։ Սա ասում եմ հենց այն ինչը որ պետք է անել Հիսուսի հետ, չերևացող աշխարհի հետ, ոչ թե երևացողի հետ։ Մեկը քեզ վիրավորել է, քո սովորական մարդկային, այս աշխարհային տրամաբանությունը ու քո ներքին կառուցվածքը, ասում եմ մի բան էլ դու ասա։ Այդպես է թե չէ։ Ասում եմ մի ծանր բան չկար ձեռքիդ տակ։ Շարունակությունը դուք գիտեք։ Սա քո աշխարհայինն է ասում, այս նյութականը երևացողն է ասում։ Իսկ ինչ ասում չերևացող աշխարհի մասին Աստծո խոսքը։ Ասում եմ նախ որ Աստված է թույլ տվել, դու այդ մարդու հետ գործ չունես, դու սատանայի հետ գործ չունես, նա Աստծուն հարցրու ինչու է թույլ տվել։ Ինչու թույլ տվեց այդ պահին այդպիսի բան տեղի ունենար։ Աստծո հետ լուծի քո հարցը։ Հետո սիրտդ, այս նյութական աշխարհից մի հատ տեղափոխի հոգևոր աշխարհ։ Գիտեմ, սկզբում սա շատ դժվար է լինում։ Սկզբում մարդ նեղվում է, ես շատ հաճախ լսել եմ, ասում են չեն կարողանում աղոթել։ Ես ձեր մարդկանց կհարցնեի, կասեի ուր է քո հավատքը։ Ուրիշ տեղ առիթնի կպարծենաս, կասես ես Աստված ունեմ, հավատք ունեմ։ Դու քո Աստծո հետ չես կարողանում խոսես, որովհետև նեղություն է առաջացել։ Հենց այդ ժամանակ պիտի խոսես քո Աստծո հետ։ Բայց եթե նեղության ժամանակ չխոսես, էլ երբ խոսես։ Գիտեք, քանի անգամ Հիսուսին ասել եմ, բա որ քեզ չասեմ, ելում եմ ասել։ Եթե հիմա քեզ հետ այս հարցը չքննարկեմ, ում եք քննարկեմ։ Այս սա է պետք որ դու առաջացնես քո կյանքում։ Ու դու միշտ հենված կլինես Աստծո վրա, չերևացող աշխարհի վրա, համոզվածություն կունենաս։ Գիտեք, ոչ ոք այս աշխարհում չի կարող ձեզ ավելի լավ հասկանալ, քան Հիսուսը։ Ունես դժվարություն, խոսիր իր հետ, հիսվիր իր հետ։ Մի գնա հարևանի հետ, այն մյուսի հետ, կողքին նստես, ասես ես ինչը սենց արեց իմ գլխին։ Խոսիր Հիսուսի հետ, ասա դու, տեսար ամեն բան, ես քեզ ինչ պատմեմ։ Դու իմ կյանքում արա հիմա այն ինչ որ դու ուզում ես։ Մի շատ հավանած դեպք ունեմ Աստվածաշնչում, ես շատ դեպքեր եմ հավանում Աստվածաշնչում, բայց յուրահատուկ դեպքեր կան։
Ուրեմն Եզեկիա անունով մի թագավոր կար։ Իր ծառայության համար բավականին դրական վկայություն կա Աստվածաշնչում։ Մի անգամ Մասորեստանը մեծ զորքով եկավ ու գրավեց գրվածա Հուդայի բոլոր քաղաքները, Երուսաղեմը շրջապատեց, ասաց ես եմ գրավելու։ Ոչ մի Աստված չկարողացավ իր ժողովրդին պաշտպանել ինձանից, Եհովան չի կարող ձեզ պաշտպանել։ Ու մի նամակ ա գրում թագավորին, թագավորի սիրտը տեսեք ինչպիսին էր։ Գրվածա վերցնում է այդ նամակը, գնում Աստծո տուն, բաց անում Աստծո առաջ, սկսում է խոսել Աստծո հետ։ Ասում է դու ես այն Աստվածը, որ ստեղծեցիր երկինքը, երկիրը, ամեն ինչ։ Ասում եմ նայի քո ժողովրդի թշնամին ինչ նամակ ա գրել։ Նայի ու սրան պատասխան տուր։ Ինչ արտակարգ դիրք է։ Այս մարդը համոզված էր, այս մարդը ներքին համոզվածություն ուներ Աստծո վրա։ Ու իրեն պետք էր լսել Աստծուն, իրեն պետք չէր լսել, թե մարդիկ ինչ կասեն։ Մարդ ուղարկեց Եսայի Մարգարեի մոտ, ասաց գնացեք հարցրեք Եսային։ Չէ՞ որ մենք թշնամի ունենք, Եսային Աստծո դեսպանն է երկրի վրա։ Գնացին մի շատ օրհնյալ պատգամ բերեցին, որ այդ բանակը քո առջևից վռնդելու են, որ պիտի ոչնչանա այդ բանակը։ Գիտեք ինչու՞։ Որովհետև սիրտը հենված էր չերևացողի վրա։ Սիրտը հենված չէր երևույթայինի վրա։ Չասեց հաշվեմ, տեսնեմ ինչքան զորք կարող եմ հավաքել ու դուրս գամ այս զորքի դեմ։ Բայց Դավիթը մի պահ այդպես մտածեց իր թագավորության ամենավերջում։ Հիշում եք իր կյանքի ամենավերջում։ Ասես մի հատ հաշվեմ տեսնեմ Իսրայելում ինչքան զորք կա։ Սիրտը պետք է հենված լինի հոգևոր աշխարհի, հոգևոր բանակի վրա։ Ձեզ մի ուրիշ դեպք ասեմ նոր գտականից շատ զուգահեռ։ Առաքյալներին կանչեցին, շատ վատ բաներ ասեցին Գործք առաքելոց 4 գլխում։ Ասեցին մեկ էլ այդ անունով չսովորացնեք։ Հեչեք սպանենք ձեզ, չգիտեմ, այսպես կանենք, այնպես կանենք։ Լավ վախացրեցին ու բաց թողեցին։ Առաքյալներն ինչ արեցին, հիշում եք։ Գնացին, հավաքեցին ժողովրդին, Գործք առաքելոց 4 գլխում է գրված։ Հավաքեցին ժողովրդին ու սկսեցին աղոթել։ Չաղոթեցին, ասեցին Տեր, այս իշխանությունը փոխի։ Այս թագավորներով, ամեն ինչով, քահանապետներով փոխի իրանց, սպանի նրանց նորերին դիր։ Սոնց բան չաղոթեցին։ Ասեցին դու ես այն Աստվածը, որ ստեղծեցիր երկինքը, երկիրը, ծովը ու բոլոր նրանց մեջ եղածները։ Նայ, քո որդու դեմ են դուրս եկել։ Չէ՞ որ քո դեմ դուրս եկած Հիսուսի դեմ դուրս եկած։ Ասում է քո որդու դեմ են դուրս եկել։ Մի հատ տես ինչ ես անելու։ Ես իմ բառերով եմ ասում։ Բայց վերջնական ամենակարևոր արտահայտությունը այդ աղոթքի մեջ գիտեք որն էր, որ ասեցին մեծ համարձակություն տուր, համարձակությունով խոսենք, որ չվախենանք։ Մարդը շատ բնական է, որ իր ներսում տագնապ ու վախ ունենում երևույթից առաջացած։ Դրանից դու վատ մի զգա, բայց դու որքանով ես հնազանդվում քո մեջ եղած տագնապին։ Այսա կորոշի թե ով ես դու։ Եթե դու հնազանդվում ես, դու վախկոտ ես կոչվում։ Եթե քո մեջ առաջացած տագնապի հրամաններին դու հնազանդվում ես, այդպիսի մարդիկ կոչվում են վախկոտներ։ Ու վախկոտությունը մենակ ինչի, երբ որ մի բանով կխփեն գլխիդ կվախենաս, կամ այդպիսի սպառնալիք կլինի կվախենաս, զենք կպային քո վրա կվախենաս։ Վախկոտությունը կարող է դրսևորվի ամեն ինչում։ Դու կարող ես վախենաս վաղը քո ապրուստի համար, կարող ես վախենաս քո երեխայի վաղվա ապրուստի համար։ Վախկոտությունը ամեն ինչում կարող է դրսևորվի, նույնիսկ այսօրվա մեր կյանքում։ Լավ, բայց առաքյալների աղոթքը այսպեսին էր. դու ես այն Աստվածը, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը։ Որտեղից գիտեին իրենք սրան։ Չէ՞ որ գրվածից։ Իրենք համոզված էին դրա մեջ։ Ու այն Աստվածը, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, նրանք կանչում էին իրենց հարցերը լուծելու, իրենց զորացնելու ու ուժեղացնելու, որ իրենք համարձակությունով խոսեն, ոչ թե փախնեն, ոչ թե տրվեն վախին, այլ համարձակությունով խոսեն, ու որովհետև իրենց շարժառիթ է եւ իրենց գործողությունը հավատքից էր բխում։ Գրված այդտեղը լցվեց Սուրբ Հոգով, շարժվեց այն աշճան մեծ էր զորությունը, որ շարժվեց այդտեղը, լցվեցին Սուրբ Հոգով ու համարձակ խոսում էին, ու Աստծո խոսքը զորանում ու տարածվում էր։ Հալելույա։ Ուրեմն կյանքում դեպքերի զարգացում է տեղի ունենում։ Ոչ թե ուղղակի մեկ էլ մի օր հանկարծ ձեր առաջ մեծ դեպք է կանգնում։ Աստված թույլ չի տա այդպիսի բան։ Ինքը հավատարիմ է։ Քեզ հետ ուխտ անելու ժամանակ Աստված ուխտ է արել, որ ինքը հավատարիմ է լինելու, որ քո հոգևոր չափից ավելի փորձություն քեզ թույլ չի տալու։ Լավ։ Բայց տեսեք ինչա գրված, որ եթե Աստված, ես տրամաբանում եմ հավատքով այդ խոսքի վրա հենված, եթե Աստված ուխտ է արել, որ իմ կյանքում իմ չափից ավելի, հոգևոր հասակից ավելի փորձություն ինձ թույլ չի տա, սա շատ բնական է կարծում եմ ու շատ հասկանալի։ Ոչ մեկը իր 2 տարեկան երեխային մի դույլ ջուր չի տա ասի տեղափոխի, չէ՞։ Տալիս է իր չափի անմատ մի փոքրիկ բաժակ, ասում այն էլ զգուշ եղիր, հանկարծ չգցես ձեռքից այդ։ Պատկերացնում եք, որ մեր իմաստուն հայրը որ չափ առավել, նա չի ուզում որ մենք հոգևոր դժվարություն ունենանք։ Ինքը ուզում է որ այդ դժվարությունները մեզ դաստիարակող լինեն, դրա համար մեր չափից ավելի փորձություն մեզ թույլ չի տալիս։ Բայց այդ չափի մեջ թույլ տրված փորձությունը նրա համար է, որ մեր հավատքը մի չափ ավելի զարգանա, որ մի քայլ, մի աստիճան ավելի մեծանա։ Դրա համար երբ որ գալիս է որոշակի դժվարություն, դու սկսիր այդ դժվարության մեջ քեզ քննել,
ու բերել քո անձը Աստծո առաջ ու ցույց տալ ու դրա մեջ աղոտ կանել, թե արդյոք քո համոզվածությունը չերևացող աշխարհի վրա ինչքան է ու համոզվել դրա մեջ։ Մի ուրիշ ձև ասեմ աղոթքի։ Երբ որ սրանք նկարագրում եմ, մի մտածեք, ես այդպիսի աղոթներ լսել եմ։ Մեկ էլ էսպես են աղոթում։ Տեր Աստված, Աբրահամը գնաց էս ինչ տեղը, արեց էս ինչ գործ, այն Մովսեսը սենց արեց։ Աղոթքի մեջ Աստծուն պատմում են Աստվածաշնչից սկզբից մինչև վերջ։ Սենց աղոթներ, որ լսում եմ, ասում եմ, ինչի համար ես ասում։ Աստված այդ բոլորը ինձանից էլ, քեզանից էլ լավ գիտի։ Այդ դեպքեր ինչի ես պատմում Աստծուն։ Սրանք պետք չի պատմել, բայց կա մի ուրիշ բաժին, որտեղ դու քո վախը հաղթարելու համար դավանանք ես անում աղոթքի մեջ։ Վստահություն ես առաջացնում, կանգնում ես Աստծո առաջ, ասում ես դու ես այն Աստվածը, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը։ Սա ինչ դժվարություն է քո համար։ Իմ համար մեծ է, բայց քո համար սա ինչ դժվարություն է։ Տարբերությունը նկատում եք։ Չլինի, որ այդ շատախոսության նման աղոթք լինի, որ մեկ էլ սկսում եմ աղոթել Աբրահամը, որ գնաց այս ինչ տեղը արեց, այսպիսի գործեր են, Մովսեսը սենց բան արեց, այս Մարգարեն սենց ասեց, բայց այն ինչը որ քեզ է պետք։ Կոնկրետ այդ խոսքը վերցնում ես, բաց ես անում, ասում ես Տեր Հիսուս, այս խոսքը դու ես գրել Աստվածաշնչում։ Ես հավատում եմ դրան, որ դու ես գրել։ Խնդրում եմ, որ այս խոսքի համեմատ իմ կյանքում անես։ Կարդում ես խոսքը, աղոթում ես այդ խոսքի համեմատ, կարդում ես խոսքը, աղոթում ես այդ խոսքի համեմատ։ Այնքան, մինչև քո մեջ համոզվածությունը առաջանում այդ խոսքի նկատմամբ։ Երբ որ երևույթ է գալիս, քո մեջ կասկած ու տագնապ է առաջանում, չէ՞։ Գիտես ինչու։ Որովհետև դու համոզված չես Աստվածաշնչում գրված խոսքի մեջ։ Համոզված չես գրված խոստումների վրա։ Դրա համար տագնապ է առաջանում։ Բացարա այդ խոսքը, որի վրա դու համոզված չես, ու ժամեր անցկացրու այդ խոսքի մեջ աղոթելով, այդ խոսքի վրա աղոթելով։ Ու այսպես աստիճան, դեպքից դեպք կտեսնես ինչպես քո հավատքը կաճի ու կմեծանա։ Ես ունեցել եմ այդպիսի փորձառություն, որ կոնկրետ բաց եմ արել մի խոսք, ասել եմ դու ես ասել առաջի դարում։ Խոսում եմ Հիսուսի հետ, ասում Հիսուս, առաջի դարում երկրի վրա երբ որ դու ապրում ես, դու այս խոսքը խոսեցիր։ Տեսնում ներսս այդքան էլ չի հավատում, որ այդպես է։ Այստեղս կա, որ Հիսուսն է խոսել 2000 տարի առաջ երկրի վրա, երբ ինքը ապրում էր, բայց ներսումս համոզվածությունը լավ չի։ Խնդրում եմ, ասում եմ, Տեր, իմ մեջ դիր այդ համոզվածությունը, որ իսկապես այս բաները դու ասել ես, որ այս բառերը դուրս են եկել քո շուրթերից։ Առաջանում այդ համոզվածությունը, ասում եմ, դե հիմա իմ կյանքում իրականացրու այս խոսքը։ Մեկ էլ տեսնում եմ, ես դրան չեմ կարողանում հավատալ, այսինքն դրանում համոզված չեմ։ Ասում եմ, չէ, Տեր, արա իմ կյանքում, ու այնքան եմ մնում աղոթքի մեջ այդ խոսքի վրա, մինչև դա է դառնում իմ կյանքում համոզվածություն, իմ սրտում։ Ես դες ձևն եմ ասում, ինչպես պիտի աղոթել, ինչպես պիտի աշխատել, որ եթե ուզում եք Աստվածաշնչյան խոսքերը ձեր մեջ հաստատուն լինեն։ Ըստ Աստվածաշնչի, ըստ Հիսուսի մարգարեության, որ Հիսուսը մարգարեացավ աշխարհի վերջի համար, որը մեր համար էլ ապագա է, օրինակ Մատթեոս 24-րդ գլխում բաներ կան, որ մեր համար էլ ապագա է, չէ՞։ Ըստ այդպիսի խոսքերի մարգարեությունների, որքան գա աշխարհի վերջը, այնքան դժվարությունները շատանալու են, ու այնքան երևույթային բաները գրավելու են մարդկանց, ու դժվար է լինելու հավատալը։ Եթե այսօր չաշխատեք, ժամանակին չեք հասնի դրան։ Այն ժամանակ դժվարությունների մեջ շատ դժվար կլինի ու քչերը կմնան հաստատում։ Այս ձևով պետք է աշխատել ձեր սրտերի վրա, որ կարողանաք հաստատում մնալ, համոզվածություն ունենալ։ Գիտեք Դավիթը, որ կանգնեց թագավորի առաջ, թագավորն ասաց՝ դու չես կարող, բայց գիտեք ինչու Դավիթ ասաց՝ ես կարող եմ։ Թագավորին փաստեր բերեց, ասաց՝ երբ որ ես հոտը տանում էի արածացնելու, տեսեք մեծ բան չի, ոչխարներ տանում արածացնելու։ Ասում եք էլ մի հատ արջ էր դուրս գալիս կամ մի առյուծ, հարձակվում էր ոչխարներից մեկին վերցնում ու փախնում էր։ Ասում ես վազում էի դրա հետևից, բռնում էի դրա մորուքից, խփում էի գետնին ու ոչխարին ազատում էի։ Դուք մի պահ պատկերացրեք էլի նրա արածը։ Դավիթը հույս չուներ իր ախպերների վրա, թե կարող են առյուծի կամ արջի դեմ կռվել։ Չգիտեմ, երբ մտածել եք, որ մարդը հանկարծ կռվի առյուծի ու արջի դեմ։ Ահա որ է ուղղակի, ես ձեզ ասեմ որոշ տվյալներ, որ ձեր մեջ վախը մի քիչ շատանա այդ կենդանիների նկատմամբ։ Առյուծները մինչև 250 կիլոգրամ քաշ ունեն։ Մի հարվածը առյուծի թաթի ջարդում է ցուլի ողնաշարը։ Արջերը ավելի մեծ քաշ ունեն, 500 եւ ավելի կիլոգրամ։ Ես ձեզ լուրջ տվյալներ եմ ասում։ Օրինակ սպիտակ արջը, ճիշտ է, մենք սպիտակ արջերի հետ գործ չունենք, մենք ապրում ենք այն տեղերում, որտեղ գորշ արջերն են ապրում, բայց սպիտակ արջը համարվում է ցամաքային գիշատիչ կենդանիներից ամենամեծը։ Նրա քաշը կարող հասնի 700-800 ավել կիլոգրամների։ Դուք պատկերացնում եք, հանկարծ մի 60-70-80 կիլոգրամանոց մարդը կարող է կռվի այդ գազանի դեմ ու ոչինչ ձեռքում չունենալով։ Գիտեք, մասնագետները, որոնք արջի որսորդներ են, դուք խոսել եք այդպիսի մարդկանց հետ։ Ասում եմ, պրոֆեսիոնալ որսորդներն են, որ կարողանում են մի կրակոցով արջին տապալել։ Ասում եմ, ընդհանրապես այդպիսի բան չի լինում։ Ես մի շատ մոտիկ ընկեր ունեի, որ որսորդությամբ էր զբաղվում, հիմա Հայաստանում չի ապրում։ Ինքը թռչունների որսով էր զբաղվում, ինքը չէր սիրում արջերի հետ գործ ունենալ։
Ասում եմ մի անգամ իմ ընկերները գնացին Արչի որսի, ինձ էլ հրավիրեցին իրենց հետ մասնակցելու այդ որսին։ Ասում են ինձ դրել էին միտեղ, ինքը անհավատ էր բոլորովին։ Իմ հավատքին հակառակ էր խոսում։ Ասում եմ ամբողջ գիշեր Աստված էի կանչում, որ Արչը չգա։ Ասում եմ մի խումբ դարան էինք մտել, մի խումբ գորգորոցով քշում էին Արչին մեր վրա։ Ասում եմ երբ որ Արչը դուրս գար մեր վրա, մենք պիտի կրակոցներով սպանեինք Արչին։ Ասում եմ ամբողջ գիշեր Աստված էի կանչում, որ Արչը չգա։ Ասում եմ մի ահավոր կենդանի է, սիրտը ծակված վիճակում, երբ որ կրակում են սիրտը ծակվում է, դեռ 100 մետր կարողություն ունի վազելու։ Այսինքն եթե այդ 100 մետրից շուտ իրեն մարդ հանդիպի կամ ինչ-որ մի գազոն, ինքը կարա պատառոտի, սպանի, որովհետև դեռ այդքան վազելու էներգիա ունի ինքը։ Մի ահավոր կենդանի է։ Ինչի եմ սա ասում, որ հանկարծ մի պատանի կարար հաղթեր այդ գազանին։ Ինչու, որովհետև պարսատիկով չէր գնում, որովհետև հրացանով չէր գնում դրա դեմ, զենքի վրա չէր հույսը, այլ կենդանի Աստծո վրա էր հույսը։ Այն զորավոր ուժի, որը շատ ավելի զորավոր է, քան թե այս երևույթային աշխարհում գործող ուժերը։ Ինչ մեծ ուժ գիտեք այս աշխարհում։ Միջուկային ռումբի պայթյունը, չգիտեմ ինչ մեծ ուժերի մասին գաղափար ունեք։ Աստղագիտական ուժերի մասին գաղափարներ ունեք, դրանցից շատ ավելի մեծ են հոգևոր ուժերը, որովհետև նրանք են ստեղծել այս նյութական ուժերը։ Աստված իր կարողությունով ստեղծեց։ Մի բան ուղղակի զգուշացման կարգով, հոգևոր աշխարհում չկա ոչ մի ուժ առանց անձի։ Բոլոր ուժերը կապված են անձերի հետ։ Ձեզ պետք է ճանաչել ով է կանգնած այդ ուժի ետևում, որ անձն է կանգնած։ Հալելույա Հիսուսին։ Եվ այդ պատանին կարող էր հավատքով Արչին, առյուծին հաղթել ու հետո մի օր հասնել Գողիաթին հաղթելուն։ Այսինքն սա Դավիթի մոտ միանգամից չէր տեղի ունեցել։ Իր հավատքը աճել էր դեպքերի մեջ։ Մի անգամ առյուծ էր սպանել, մի անգամ արջ էր սպանել ու այդպես կարողացել էր հասնել։ Քո կյանքում շատ առյուծներ ու արջեր կհանդիպեն։ Դրանք երևույթապես կլինեն շատ մեծ բաներ։ Ասում են ամեն մարդու դժվարությունը իր համար ամենամեծն է։ Բայց կա Աստված, որի համար մեծ դժվարություն գոյություն չունի, որը բոլոր դժվարությունների համար խոսքեր ունի ասած, համապատասխան խոսքեր ունի ասած։ Ու եթե մարդը համոզված է լինում, իր ներքին համոզվածությունը չի թողնում խոսքի վրա, համոզված ես լինում, Աստծո զորությունը գործում ու հաղթանակ է բերում քո կյանքում։ Ուզում ես այսօրվա քո կյանքում ունեցած դժվարության մեջ դու հաղթանակ ունենաս։ Ես քեզ մի կոչ եմ ուզում անեմ։ Վերցրու համապատասխան խոսքը Աստվածաշնչից։ Աղոթքի մեջ այդ խոսքի վրա աղոթիր այնքան, մինչև համոզվածությունը առաջանա։ Ու այդպես շարունակ մինչև կյանքիդ վերջը, ինչքան քեզ տրված է ապրելու այս աշխարհում։ Եկեք ոտքի կանգնենք։ Ամեն մեկդ նայեք ձեր հավատքին ու ձեր կյանքում հենց հիմա այսօր տեղի ունեցող դեպքերին։ Սիրելի Տեր, ոչ մի բան քո աչքերից չի վրիպել։ Օ դու ամենատես, ամենակարող Աստված ես ու հենց հիմա նայում ես մեր կյանքի բոլոր դեպքերին։ Ու հենց հիմա մեր կյանքի բոլոր դեպքերը բերում ենք քո ձեռքերի մեջ, քո աչքերի առջև ու խոսում ենք քո հետ, ասում ենք նայիր սրանց ու լուծում տուր դրանց։ Չենք ուզում, որ մեր սիրտը հենված լինի երևացող աշխարհի վրա, այլ ուզում ենք հենված լինի չերևացողի, քո ասած խոսքերի վրա, Տեր, փառք քեզ։ Դու ես մեր Տերը, դու ես մեր Աստվածը։ Շնորհակալ եմ ամեն բաների համար ու խնդրում եմ, որ ամեն բան, ամեն տեսակ գործ, որ դու կանես, դրանց բոլորի մեջ քո անունը փառավորվի։ Հավիտյան։ Ամեն։